Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, հատկապես նրանց, ովքեր որ շատ սիրում են կարդալ եւ անընդհատ փնտրում են հետաքրքիր գրքեր։ Մենք ձեզ համար նոր գիրք ենք բերել, համաշխարհային բեսթսելլեր, որը արդեն կարող եք կարդալ նաև հայերեն տարբերակով։ Խոսքը 3 մարմինների խնդիրը գրքի մասին է, որի շնորհանդեսը կայացավ գիտության շաբաթվա շրջանակում։ Այս պահին էլ մեր տաղավարում են Զանգակ հրատարակչության գեղարվեստական ղեկավար Մարիամ Կանայանը եւ թարգմանական բաժնի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք նախ, ինչպես է սկսվել ձեր շաբաթ առավոտը։ Շտապելով այստեղ, ուրախությամբ։ Այո, գիտության շաբաթն արդեն կայացավ, գրքի շնորհանդեսը կայացավ, վստահ եմ արդեն պահն է եկել խոսելու շնորհանդեսի մասին, խոսելու գրքից։ Երևի սկսենք Մարիամ ձեզնից, Հասմիկ ձեզնից, որպես թարգմանության պատասխանատու, ինչպես ստացվեց հենց այս գրքի ընտրությունը։ Շնորհակալություն, ուրեմն մեծ հաշվով մենք առաջին եւ ամենակարևոր պայմանը, որ ունենք եւ որով առաջնորդում ենք որևէ գիրք ընտրելու ժամանակ, այն է, որ այն լինի հետաքրքիր, որակյալ եւ պատկերացնենք, թե ում համար ենք այդ գիրքը թարգմանում։ Բացի դրանից, իհարկե, նաև մտածում ենք այնպես անենք, որ հնարավորինս շատ ժանրեր եւ շատ մշակույթներ, հետեւաբար տարբեր լեզուներից թարգմանվեն, եւ այս իմաստով 3 մարմինների խնդիրը մեզ համար շատ կարեւոր էր, որտեղ եւ չինական է, եւ ժանրը գիտաֆանտաստիկան նաև վերջի շրջանում նկատում ենք, որ շատ մեծ հետաքրքրություն կա, այսինքն այս երկուսն էլ իր մեջ կար եւ իհարկե արդեն բեսթսելլեր էր։ Եվ այդպես մեզ առաջարկեցին մեր գործընկերներից մեկը եւ հետո անընդհատ սկսում էին առաջարկներով գրում էին, բայց մենք արդեն իրավունքները ձեռք էինք բերել, այսինքն դա միայն հաստատում էր, որ մեր ընտրությունը ճիշտ էր։ Գիտեինք արդեն, որ Netflix-ով պետք է ֆիլմը դուրս գար, այսինքն սերիալը, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա այդպիսի հաջողություն ունեցել է եւ հետաքրքրությունը միշտ կլինի մոտ ժամանակներում։ Այսպես սա էր մեր առաջին ուրեմն քայլը, հետո մեզ համար շատ կարևոր է մեր հրատարակչության համար, Զանգակ հրատարակչության, որ բնագրից թարգմանենք։ Իհարկե գիրքը ավելի շուտ տարածվել է անգլերենի միջոցով, որ անխուսափելի է, բայց ուրեմն մենք գտանք մեր չինարենի թարգմանչին եւ չինարենից թարգմանվեց այս գիրքը եռագրությունը եւ հույս ունենք ուրեմն մյուս գրքերն էլ շուտով լույս կտեսնեն, հուսանք։ Եկեք նաև խոսենք այն մասին, թե ովքեր կարող են այս գիրքը կարդալ, ում համար է եւ ինչ կգտնենք այս գրքում։ Ուրեմն մեծ հաշվով բոլոր գրքասերների համար է։ Առաջին հերթին իհարկե ժանրի սիրահարների, բայց նաև գիտաֆանտաստիկա ասում ենք, բայց գիտությունն է գիտնականների համար, այսինքն ավելի նեղ գիտությունը։ Գիտաֆանտաստիկ գրականություն ընթերցողի համար է, այսինքն ամեն ընթերցող կարող է ընթերցասեր մարդ այս գիրքը վերցնել, հատկապես ինչպես ասացինք, որևէ գիտությամբ զբաղվող գիտաֆանտաստիկայի սիրահար, բայց այստեղ այնպիսի հարցեր են բարձրացվում, որից մասին ինձ թվում է խոսենք, որ կարծում եմ բոլորիս, եթե չեն էլ հետաքրքրում, պիտի անպայման հետաքրքրեն եւ անհանգստացնեն, եւ Մարիամը պիտի ասեմ, առաջի սիրահարներից էր մեր հենց Զանգակ հրատարակչության ներսում, որի համար նաեւ որպես ընթերցող էր կարեւոր, որ այս գիրքը թարգմանվի։ Այո, Մարիամ, նաև ձեր տպավորությունների մասին խոսենք, երբ առաջին անգամ այս գիրքը կարդացիք եւ հետո ինչպես արդեն դիզայնի մտահղացումը առաջ եկավ, ինչպես ընտրեցիք հենց այս տարբերակը։ Ասեմ, որ գիրքը ընթերցել եմ 22 թվականին, դա մեզ համար այդպես ասենք Հայաստանի համար դժվար օրերից հետո, 20 թվականից հետո, եւ այստեղ բացահայտեցի, ես գրքում բացահայտեցի այն, որ թե մարդու եւ մարդկության համար այդպես կարևոր զարգացումների, մարդկային մարտահրավերների մասին, ինչպես կարող է նկարագրվել ու դա ոնց կարող է օրինակ հայ ընթերցողին հարազատ թվա։ Մենք անցնում էինք այդ կրիզիսների միջով, հետպատերազմյան շրջան եւ էլի դժվարություններ, եւ այս գրքում հենց այդ կարելի ասել նույնիսկ որ միշտ տիեզերական այդպես կրիզիսների մասին է, որ պիտի հաղթահարվի, խոսքը տիեզերքում այլ մոլորակային ցիվիլիզացիաների եւ այստեղ հենց մեր քաղաքակրթության, այդպես քաղաքակրթությունների պայքարի մասն է, որ այսպես հանկարծակի բացահայտվում է, որ բացի մեզնից ինչ որ միտեղ այլ քաղաքակրթություն կա եւ իրենք էլ իրենց հերթին այնտեղի դժվարությունները հաղթահարելու
այդպես միջոց փնտրելու արդյունքում ամբողջ գիրքը չեմ պատմելու, բայց պիտի սա կարևոր է ասել, ի վերջո գալիս են այն մտքին, որ այլտեղ պիտի կյանք փնտրեն եւ այդ միակ տեղը, որտեղ պիտի իրենց հետագա կյանքը պատկերացնեն, դա հենց մեր երկիր մոլորակն է։ Եվ այստեղ արդեն ծագում են այս գրքի ամենակարևոր շերտերը, որի դեպ հեղինակը այդպես բավականին հմտորեն ներկայացրել է թե չինական պատմության անդրադարձով դա անցյալ դարի 60-ականների այդպես մշակութային շրջանից 60-ականից սկսվող հիմքը այդտեղից է այս գրքի գալիս եւ թե մեր ժամանակների այդպես նկարագրությունը թե ինչ այսօր կատարվում եւ այդ հանկարծակ երբ որ մարդությունը բացահայտում է որ այսպես կրիզիս է սպասվում նոր ինչպես պիտի պատրաստվել դրան, որտեվ մինչև այդ մարդիկ միգուցե մտածում էին, թե հնարավոր է ինչ-որ միտեղ այլ մոլորակայիններ լինեն, բայց երբ որ դա իրատեսական է, այս գրքի հերոսների համար, ինչպես են դրան արձագանքում եւ այստեղ գլխավոր հերոսները շատ մի քանիսն են, չբացենք եւ հերոսներից մեկը ով հենց 60-ականների, հա, այդ շրջանը նկարագրում այնտեղ է ապրում, ինքը ուզում է որ կան այդ նոր մարդիկ, իսկ մեր ժամանակների մարդկանց համար դա լրջագույն խնդիր է, որտեվ նրանք հնարավոր մեզ սպառնում են, ոչ բարեկամական մտադրությամբ չեն գալիս։ Սա ընդհանուր այդպես բազում շերտեր կան, այնտեղ շատ հետաքրքիր խաղ կա, որ կոչվում է Trisolaris, այդ 3 մարմինների խաղը, եւ հենց այդ ասեմ որ այդ խաղի դրվագներից մեկը հենց պատկերված է սուպեր շապիկին, այստեղ տեսնում եք երևի թե բուրգը, որը այդ Trisolaris-ի խաղի նկարագրման մեջ նախ հերոսները բարբերաբար ստիպված են լինում այդ խաղի ծանոթանալ, այդպես վիրտուալ իրական խաղ է, այդպես ասենք, հատուկ ակնոցներ են դնում որ խաղան եւ այդ միջավայրում կա միշտ բուրգը, անդադ բուրգը հայտնվում է։ Այստեղի բնակիչները, ինչպես ասեցի, պիտի իրենց անկանոն այդ կյանքին, անորոշ կյանքին, իդեպ Trisolaris հենց այնպես չի կոչվում, այդ 3 մարմինների ֆիզիկայում հայտնի խնդիր է, 3 մարմինների փոխազդեցությունը, որոնք անընդհատ անկանոն, անորոշ իրավիճակ են ստեղծում եւ այս բնակիչները ամեն անգամ ինչ որ նոր լուծում են ուզում փնտրել, այ հենց այդ ով որ առնի այս գիրքը մոտիկից արդեն մոտից կտեսնել, ճանաչել, թե ինչ է, որտեղ այստեղ մի դրվագ կա, որտեղ մարդկանցից պիտի համակարգչային այդպես համակարգիչ ստեղծեն եւ հրամանով, հենց մարդկային ուժերով համակարգը պիտի կարողանա խնդիրներ լուծել։ Այ հենց այդ դրվագն է եւ այստեղ երկնքում մարդիկ այսպես ձգողականությունը կարծես կորչում է եւ թռնում են օդ, մարդիկ կկարդան եւ կիմանան թե ինչու է այդպես։ Չբացենք շատ փակագծեր։ Շատ չբացենք, ես հատուկ եմ արել, որ մարդիկ եթե տեսնեն, հասկանան թե ինչու է բուրգ եւ ինչու է այստեղ մի տեսակ, հա, ոչ աշխարհիկ այնքան ռելիեֆներ են, գույները եւ բացի այս նաեւ կա կազմին է Սանգակյան արդեն մոտեցում է մեր գրքերը միշտ աշխատում ենք որ սուպեր շապիկը եւ հենց կոշտ կազմը ներսը տարբեր լինի որ հետաքրություն առաջացնի թե սա ինչ է այստեղ էլ հետ հաշվարկի թվեր այո տիեզերքի այսպես մի պատկեր հա այս մի գամածություն եւ թվերը Իսկ սա արդեն հերոսներից մեկն է, այլ մոլորակայինները այնպես են անում, որ իր աչքի առջև այդ թվերը երևան, որ հետ հաշվարկ է։ Էլի գաղտնիքը չբացեմ, թե այդ ինչ հետ հաշվարկ է, այդ հետ հաշվարկի արդյունքում ինչ պիտի տեղի ունենա, որտեվ հերոսը տագնապում է այդ սպասումով։ Այնուամենայնիվ այս կազմի վրա տիեզերքի վրա եմ տեղադրել, որտեվ մենք ինքներս էլ երբեմն մտածում ենք, հա, օրինակ, իսկ ինչպիսին է սպասում աշխարհի, օրինակ, ավարտը, հա։ Եթե այդպես ֆատալիստական չեմ ուզում հնչի, բայց սա իրականում հերոսների համար ոնց ասեմ, հակառակը լուծումներ փնտրելու եւ աշխարհի վերջը դադարեցնելու մասին է, հա, ինչպես կարող ենք այդպես փրկել, ինչպես պաշտպանել մարդկությանը։ Այ այստեղ է դերը։ Գրքի բովանդակությունը կարծում արժե մնացածը թողնել արդեն կարդացողներին եւ հիմա կարելի է խոսել հենց թարգմանական արվեստից, այսպես ասած, որովհետեւ վստահաբար յուրաքանչյուր հեղինակի գործ վերցնելիս եւ թարգմանելիս հաշվի ենք առնում
հաշվի եք առնում նրա գրական լեզուն եւ հետաքրքիր է ինչպես եք անում, որպեսզի հայերեն մարդը կարողանա ճիշտ հասկանալ հեղինակի, օտար հեղինակի իրական լեզուն։ Շատ լավ հարց տվեցիք, որտեղ ամեն անգամ, ամեն գրքի հետ, ամեն հեղինակի եւ նոր մշակույթի, որ ըստ էության այդ հեղինակը ներկայացնում է, այս հարցը բարձրանում է։ Իհարկե առաջին հերթին պիտի մենք վստահենք մեր թարգմանչին, բայց եւ դրա համար մենք շատ թարգմանիչներ ունենք, որոնց հետ անընդհատ ենք աշխատում, օրինակ այս գրքի թարգմանչուհին էլ մեզ հետ աշխատել էր դրանից առաջ մեկ այլ չինական, ուրեմն չինարենից թարգմանված, շատ կարևոր։ Արդեն գիտեիք իր ձեռագիրը այդ։ Այո, եւ մյուս կողմից էլ մենք շատ լավ ունենք նաեւ խմբագիրներ, որոնք միասին կարծես թե այս ճանապարհը անցնում են, բացի դրանից թարգմանչուհին հենց չինարենի եւ Չինաստանի մասնագետ է կարելի ասել, այսինքն չինական մշակույթ, չինական քաղաքակրթությանը ծանոթ էր, բայց այստեղ մեկ այլ խնդիր կար, որտեղ ասեցինք, որ չինական ֆոնը շատ կարևոր է, օրինակ Մարիամ նշեց այդ 60-ականների շրջանը, որ ինձ համար շատ տպավորիչ էր, որտեղ շատ բաներով արձագանքում է նաև, չգիտեմ, մեր խորհրդային անցյալը, նմանատիպ բնականաբար ընդհանրապես զուգահեռներ կարող ենք անցկացնել, նույնը ոչ միտեղ չի լինում, բայց եւ այն հետևանքների, որ կարող էր ունենալ, օրինակ այսքանով կարծում եմ այդ տրամադրությունը, այդ գիրքը, այդ ծայրահեղականությունը շատ ծանոթ է, ինձ թվում է, եթե ինչ-որ մեկը տատիկ պապիկին երբևէ լսել է այդ պատմությունները, խորհրդային շրջանի, բայց մյուս կողմից այստեղ կենտրոնում գիտնականն է եւ գիտությունը, այնուամենայնիվ, որը նորից կրկնեմ, գիտնականի կամ մասնագետի համար շատ հետաքրքիր բաներ կառաջացնի, ուրեմն խնդիրներ, գաղափարներ, որոնց կհետևի։ Եթե գիտությամբ շատ չենք հետաքրքրվում, ինչպես մի հետաքրքիր մեկնաբանություն լսեցի, ասեն վատագույն դեպքում կսեք հասկանալ գիտությունից, որը վատագույն երգել կլինի, բայց թարգմանիչը պարտավոր է ամեն բառի, ամեն գաղափարի, ամեն եզրույթի հետ գործ ունենալ եւ ուրեմն սրա համար մենք դիմեցինք մեր էլի գործընկերոջը ֆիզիկոս, որպեսզի կարողանանք վստահ լինել, որ այնտեղ այո, որտեղ գիտական եզրույթները չի կարելի այդտեղ սխալվել, որտեղ եզրույթը կոնկրետ բան է։ Կան ինչ-որ բաներ, բառեր, գուցե արտահայտություններ, որ հասկանում եք, որ սա չի լինի թարգմանել եւ հենց այդպես եք գրում։ Նայեք, այստեղ մեր թարգմանչին մենք շատ հանգիստ եւ շատ սիրով օգտվում ենք, հղումներ ենք տալիս եւ ծանոթագրություններ, որտեղ անհրաժեշտ է կարծում ենք, բացատրություններ ամենատարբեր չինական, տարբեր, չգիտեմ, ռեալիաներ, երևույթներ, պատմական, որոնց մենք ծանոթ չենք եւ այդ դրանով այդ թարգմանիչն է հենց զբաղվել եւ մենք շատ ողջունում ենք, որովհետեւ ոնց որ դա թեթևացնում է ընթերցողի ուրեմն գործը եւ օգնում է, որ ավելի լավ բնականաբար ընթացքին հետևի եւ ի վիճակի լինի նաեւ գնահատելու այն բոլոր զարգացումները, ակնարկները, այստեղ բառախաղեր կան շատ հետաքրքիր, որ այդ ամեն ինչը կարողանա դրան մասնակցի ընթերցողը, որտեղ ի վերջո ընթերցողը այսպես դառնում է այս խաղին մասնակից։ Մեկ այլ բան էլ մենք նայեք, քանի որ չինարենի անունները իսկապես մեզ համար դժվար են, մենք որոշեցինք, ընդ որում էլի շատ հետաքրքիր մեր գործընկերոջ կողմից այդ առաջարկը եկավ, որը ընթացքում շարվածքով էջադրումով էր զբաղվում, ասեց գուցե ենթադրենք թատերական ուրեմն ստեղծագործությունների պես գուցե սկզբում ներկայացնենք, թե ով որ անունները ներկայացնենք հերոսների եւ կապերը նրանց մեջ, որpիսի այս դժվար անունների, մենք չխճճվեն, վերադառնան, նայեն, տեսնեն այստեղ։ Ունենք դա էլ արեցինք, որպես էլի օգնելու համար մեր ընթերցողներին եւ մենք էլ որպես ընթերցող։ Կուզեի այստեղ անել, որ հայերենում տարադարձումները, ինչպես են հնչում անունները չինարեն, շատ ավելի բան են, մոտ են, ճիշտ են հնչում հայերեն, քան օրինակ ռուսերեն, նույն անգլերեն դեպքում։ Այո, մենք կարողացել ենք հենց այնպես ինչպես հնչում են անունները, այդպես թարգմանել։ Եվ մի փոքր նախորդ մտքին ուղղակի կուզեի ասել, որ սա իրականում միայն գիտությամբ զբաղվողների համար չի, որ հետաքրքիր, ինքս ֆիզիկայի մոտ չեմ, պատկերացում գաղափարներ ունեմ, իհայն ինչ որ որոշակի կրթություն հնից մնացածի գիտելիքներ կան, բայց սա իսկապես մարդու համար, հատկապես կարծում եմ երիտասարդների համար, ապագային միտված թե ինչ է սպասվում ապագայում, ինչ խնդիրներ մենք ունենք լուծելու երիտասարդները, օրինակ, ինչ կարող են քաղել այս գրքից եւ ոչ միայն երիտասարդները, ամեն դեպքում չնայած որ ես խոսեցի այդպես կրիզիսների մասին, բայց հենց այդ կրիզիսներին առերեսվելը
եւ այս մարդկանց զարթնելը գործիքներ է տալիս կամ մտածելու առիթներ է տալիս այդ փիլիսոփայական մտքերը առաջարկում, թե լավ մենք ինչպես պիտի սաղթարենք եւ արթնացնում են ընթերցողին։ Իսկ հետաքրքիր է այս առումով կա ինչ-որ տարիքային սահմանափակում, որովհետեւ ամեն դեպքում ինչ-որ էկզիստենցիալ հարցեր եւս կան քննարկվող եւ գուցե դպրոցականների համար շատ ընկալելի չլինի դրանք։ Ես կարծում եմ ուսանողների համար շատ հետաքրքիր կլինի, եթե դպրոցական տարիքի համար մի քիչ որոշակի հիմք է պետք, ավագ դպրոցներ կարող ենք ներառել, բայց հատկապես ուսանողների համար, երբ որ կյանք են մտնում արդեն իրենց մասնագիտություն, հատկապես օրինակ, չգիտեմ, հենց գիտության կամ ինժեներիայի կամ IT ոլորտի նույնիսկ, հա, ես այս ասպարեզն եմ ասում, բայց լայն համասաներին կարող է հետաքրքրել։ Ինքս ֆանտաստիկա սիրող եմ եւ ոչ միայն գիտության համար, որ գիտությունն այնտեղ նկարագրում, այլ որովհետեւ այս ժանրում միշտ ապագային միտված խնդիրներ են վերծանում, որը օրինակ, հա, եթե օրինակ Ազիմովին կամ չգիտեմ հայտնի այլ հեղինակներ վերցնենք, Լեմ, Ստանիսլավ Լեմ, 60-ականներին այնպիսի նյութեր են գրել, որ այսօր մեր տեսնում ենք, թե նույնությամբ, գրեթե նույնությամբ իրականանում են։ Այս այլ հետաքրքիր կլինի, որովհետև ժամանակակից գրող է, տեսնել, թե իր այդպես ապագայի տեսությունը, պատրաստությունը ինչպես կզարգանա, արդյոք ինքը ճիշտ է գրահել։ Այդ միտումները տեսնում ենք, որ ճշմարտություններ կան եւ կյանքը ցույց կտա, էլի, ինձ թվում է դրա համար հետաքրքիր կլինի։ Ես այստեղ տեսնում եմ եւս մեկ գիրք եւ մինչ դրան անդրադառնալը ուզում եմ, քանի որ դուք շատ հաճախ գործ եք ունենում հենց բեսթսելերների հետ, որոնք համաշխարհային հայտնիություն ունեն, հետաքրքիր է ինչպես են գրքերը դառնում համաշխարհային հայտնիություն ստանում, բեսթսելեր դառնում եւ տարածում գտնում ամբողջ աշխարհում իսկապես։ Ամենահետաքրքիր եւ տարօրինակ հարցն է իսկապես, որովհետեւ բեսթսելեր, ես հիշում եմ ժամանակին, որ բեսթսելեր ասում ենք, կարծես թե դա պիտի համարյա հոմանիշ լիներ կամ ակնարկ լիներ կամ զգուշացում լիներ, որ գուցե ինչ-որ բարձր որակի մասին չի խոսքը, բայց ժամանակի հետ տեսնում ենք անընդհատ, որ ավելի ու ավելի, ոնց ասեմ, սպեկտրը կարծես լայնանում է եւ շատ տարբեր բարդության, որակի, ժանրի գրքեր են դառնում բեսթսելերներ։ Այստեղ ուղղակի նեղություն մի բան անպայման ուզում եի Մարիամի ասածին լրացնել, որ տարիքայինը, օրինակ զանգահրատարակչությունը, եթե մենք զգում ենք իսկապես կարիք կա տարբեր, չգիտեմ, բարդ թեմաներ, բարդ տեսարաններ, բառապաշար 16+, 14+, չգիտեմ, նշում ենք։ Դա մեր ներքին բանն է, հա, որոշում են, որում ամենալայն, ասում, ամենաշատը կարծում եմ բան ենք անում, առաջնորդվում ենք նրանով, որ այնպիսի բարդ թեմաներ չլինեն, որոնք նույնիսկ կարող է խոչընդոտեն, որ երեխան, երիտասարդը հետո ուզենա կարդալ, ենթադրենք այնպիսի, չգիտեմ, տրավմատիկ փորձ ունենա, որը իսկապես հնարավոր է, եւ նաեւ գիտության հանդեպ հետաքրքրություն նորից առաջացնելու եւ ընդգծելու, որտեղ շատ դեպքերում հիմա տարվում են ինչ-որ ժամանակակից, չգիտեմ, մասնագիտություններով եւ այլն, որ թվում է, որ արագ կարելի է ձեռք բերել, արագ կարելի է ինչ-որ փող վաստակել, ապրել, վայելել, բայց այստեղ անընդհատ այդ ֆունդամենտալ, հենց այդ բառն իսկական գիտությունը, իսկական չեմ ասում իսկական եւ ոչ իսկական, բայց արժևորել, որտեվ ի վերջո ամենածանր պահերին այս մարդիկ են մեզ օգնելու։ Վերադառնալով ուրեմն բեսթսելերների հարցին, այստեղ մի հետաքրքիր օրինակ եմ հիշում, այս ինչպես սկսեցինք ասել, հա, որ գուցե, ասենք, եթե շատ լայն զանգվածների է հետաքրքրում, նշանակում է գուցե ինչ որ խնդիր կա նրա որակի մեջ, այսպես ասած, անթեթ չեմ ուզում այդ օգտագործել այդ բառը, բայց որովհետև դրանով կարծես մյուսների, որովհետև շատ հաճախ բեսթսելեր դառնում են մոտիվացիոն գրքերը եւ այդտեղ կա բովանդակության տարբեր քննարկումներ բովանդակության հետ կապված, գուցե դրա համար է այդ տարակարծությունները։ Գիտեք, չէ, այս դեպքում իսկ մենք գեղարվեստական գրականություն վերցնենք, որովհետև այն ուրիշը։ Հա, տարբեր էլ ավելի յուրահատկություններ կունենա, էլի տարիքային բաների հետ կապված, ուրեմն ցենզի։ Հիմա վերադառնալով սրան, այստեղ, եթե չեմ սխալվում, հենց Ումբերտո Էկոն օրինակ է բերում բեսթսելերի երկու, ուրեմն Դոստոևսկիի, եթե չեմ սխալվում, Ոճիր եւ պատիժներ եւ Մարկեսի 100 տարվա մենությունը, որոնք բարդագույն, գեղեցկագույն գոհարներն են համաշխարհային գրականության, իսկապես գոհարներից եւ միևնույն ժամանակ բեսթսելեր։ Հետևաբար գիրքը կարող է լինի բարձր գրականության, բարդ թեմաներ առաջարկել եւ լինել բեսթսելեր, այսինքն հետաքրքրել մարդկությանը, որովհետեւ ամենատարբեր մարդկանց, քանի որ դա միշտ մարդկանց մասին է։ Քանի որ մեր եթերաժամանակը շատ քիչ է մնացել, առաջարկում եմ նաև արագ անդրադառնանք այս մյուս գրքին։
Ուրեմն մյուս գիրքը, եթե առաջին գիրքը գիտության հետ կապ ուներ, մյուսը արվեստի հետ կապ ունի, ուրեմն Մարգարտեական ժողով աղջիկը, որը ուրեմն ինչպես մեզ հուշում է վերնագիրը, համանուն ուրեմն կտավի ստեղծման պատմությանն է նվիրված, Թրեսի Շվալիեն է ուրեմն հեղինակը եւ այստեղ մենք տեղափոխվում ենք 17-րդ դար եւ կարծես այդ սիրուն կտավների միջոցով եւ Թրեսի Շվալիեի շատ խոր ուրեմն ուսումնասիրության միջոցով տեղափոխվում ենք 17-րդ դար Հոլանդիա եւ տեսնում թե ինչպես էին են մարդիկ ապրում, ստեղծագործում եւ կոնկրետ թե ինչպես է ծնվել այս պատկերը, այս նկարը, որը կարծես ամենահայտնին է գիրքը այդ պատկերի նկարի ստեղծման նաև պատմության մասին է։ Անպայման, հենց այդպես, բայց բնականաբար Թրեսի Շվալիեի, այսինքն հեղինակի ենթադրությունն է եւ երևակայությունը ըստ էության, որտեղ իրականում շատ քիչ բան է հայտնի ուրեմն այս կտավի մասին բուն։ Շնորհակալ եմ շատ այսքան հետաքրքիր բովանդակային զրույցի համար։ Ես վստահ եմ եւ հուսով եմ, որ մենք անընդհատ կունենանք նոր հետաքրքիր համաշխարհային հայտնիություն ունեցող գրքերի թարգմանական տարբերակներ եւ կկարողանանք շատ գրքեր կարդալ հենց հայերեն տարբերակով։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ դիտենք մեր գործընկերուհու պատմական դադարեջի հերթական ռեպորտաժը եւ ապա շարունակենք։